Պատգամիս վերնագիրը, որ ուզում եմ փոխանցել, դա կոչվում է խրատ և հանդիմանություն։ Մի խումբ մարդիկ քննարկում են իրար հետ, թե երբ որ մեկին ցմա ազատազրկեն և նրան առաջարկեն գրքեր, մի շարք գրքեր, որը կվերցնի այդ ցմա ազատազրկվածը և վերջում գալիս են այն եզրահանգման, որ Աստվածաշունչը կընտրի։ Եվ փորձը ցույց է տվել, որ մեծամասամբ այո, մարդիկ իրենց հետ բանտերում տարել են Աստվածաշունչը, ոմանք այնտեղ փոխվել են, ապաշխարել են, որովհետև Աստվածաշնչի Աստվածը կպել է իրենց, փառք Աստծո։ Ինչ է ասում մեզ երկրորդ Տիմոթեոս 3:16-17-ը. ամբողջ գրվածքը Աստվածաշունչ է և օգտակար է ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված։ Ինչ է անում Աստծո խոսքը, խրատում է, ուղղում է, ուսուցանում է, հանդիմանում է, որպեսզի ինչ լինի, Աստծո մարդը ամեն բարի գործի համար պատրաստ լինի։ Կորինթոսի եկեղեցուն Պողոս առաքյալը մի հարց տվեց. ինչպես եք ուզում ձեզ մոտ գամ գավազանով, սիրով, թե հեզության հոգիով։ Երբ որ այս հարցը ես մեկ անգամ տվեցի եկեղեցում, ժողովուրդն ասեցին սիրով։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնել, առհասարակ դուք ինչպես կուզեք, որ քարոզիչները գան ձեզ մոտ։ Գավազանով, սիրով, հեզության հոգիով։ Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցուն ծառայող երեց Տիմոթեոսին այսպես է գրում։ Դա կարդում ենք 2 Տիմոթեոս 4:1-4։ Այս բանն եմ վկայել տալիս Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռելներին իր հայտնության և իր թագավորության ժամանակ։ Խոսքը քարոզիր, խրատիր, ժամանակին թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկությունների համաձայն եղող վարդապետներով իրենց կշրջապատեն, իրենց ցանկալին լսելու համար, և իրենց ականջները ճշմարտությունից պիտի դարձնեն և առասպելների հետևեն։ Թե ով ինչ քարոզներով է այս օրերին շրջապատված, ինչ քարոզիչներ կան, ինչ մտքեր կան, ինչքան հոգևոր ամրություն ունի այդ անձը, դա ցույց կտա այն ժամանակ, երբ որ Աստված կսկսի ցնցել։ Որովհետև Եբրայեցիների թղթի հեղինակը 12:26-27 համարում մեզ հայտնում է հետևյալը. որի ձայնը այն ժամանակ երկիրը շարժեց ու հիմա խոստացել է և ասում է. ևս մեկ անգամ կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը, բայց այն ևս մեկ անգամը ցույց է տալիս, որ շարժվող բաները պիտի փոխվեն, որ անշարժ բաները հաստատ մնան։ Երբ որ Ռումինիայում եկեղեցիներ էր բարձրանում, ինչպես որ մենք կարդում ենք հեղինակների խոսքերից և այդ տարածաշրջանում կարկառուն դեմքերից և հիմնական Աստծո ձեռքերի մեջ գործածվողներից Ռիչարդ Վումբրանտն էր, մի դեպք է հիշում, եթե ես չեմ սխալվում, կարծում եմ, որ այդ գրքի մեջ եմ կարդացել այս դեպքը, մի դեպք, որ 50 հոգանոց մի եկեղեցի կար և մեկ անգամ հավաքույթի ժամանակ մի քանիսը զինվորական հագուստով ներս են մտնում այդ 50 հոգանոց եկեղեցի, զենքերը պահում են քրիստոնյաների վրա և ասում են. ովքեր ուզում են շարունակել Հիսուսին հետևել, թող կանգնեն իրենց տեղերում, իսկ ովքեր որ պատրաստ են ուրանալ և հրաժարվել Քրիստոսից, գան կանգնեն մեր կողմը, բայց նրանք ովքեր որ իրենց տեղում են, նրանց մահ է սպառնում։ Եվ ցավալին այն է, որ 50 հոգուց 30-ը կանգնում են զինվորականների կողքին, մնում են 20-ը իրենց տեղում կանգնած և հետո զարմանալի բան է տեղի ունենում։ Զինվորական հանդերձանքները հանում են, գրպանից նոր կտակարանը դնում են սեղանին և ասում են. այսպես է Աստված մաքրում իր եկեղեցին։ Եվ այս մարդիկ, որ այդ փորձը արեցին, հավատացյալներ էին,
դրսից եկած հավատացյալներ էին։ Հիմա սա օրինակ թող չծառայի, որ հանկարծ ստեղ ոմանք այդպես ինչ-որ բաներ փորձեն, բայց այս օրինակը ցույց տվեց, որ մի հատ թեթև շարժ եւ շատերը փոխվեցին։ Ես կարծում եմ, որ երբ որ Աստված կսկսի շարժել եւ թույլ կտա բաներ, գուցե մարդիկ հայտնաբերեն, որ իրենք հաստատուն չեն։ Բայց Աստված խոստացել է, որ պիտի շարժի։ Եբրայեցիների 12-րդ գլխի մեջ, սիրելիներ, 12-րդ գլխի 5-ից 11-րդ համարներում կարդում ենք, որը իմ պատգամի հենց հիմքն է։ Դուք շատ անգամ եք կարդացել այս հատվածը, այստեղ խոսվում է հայրական խրատի մասին։ Խոսում է, որ դուք մարմնավոր հայրեր ունեք, որ ձեր կարճ ժամանակների օրերի համար ձեզ խրատում են։ Ուրեմն Եբրայեցիների թուղթ 12-րդ գլուխ, գիտեմ, որ դուք շատ եք կարդացել այս հատվածը, բայց մեկ անգամ եւս ձեր թույլտվությամբ կարդամ, որովհետև ինչպես որ Ռայկոմում ասեցի, իմ այստեղ էլ ասեմ, միևնույն բանը կարդալը հիշեցնելը ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար էլ ապահովություն է։ Եթե համաձայն եք, ասեք ամեն։ Եբրայեցիների ուրեմն 12, 5-ից 11 համարները։ Եվ մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների։ Որդյակիմ, Տիրոջ խրատը մի անարգիր եւ ոչ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր, որովհետև Տերը ում սիրում է խրատում է, պատժում է ամեն զավակի, որին ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Որ որդու հայրը չի խրատում, բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթեք եւ ոչ հարազատ որդիներ։ Մենք եւս մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով նրանցից ամաչում էինք, որչափ առավել պետք է հոգիների հորը հնազանդվենք, որ ապրենք, որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Երբ որ Պողոս առաքյալը գրում էր, կամ Ապողոսը, ինչպես ասում են աստվածաբանները, այս գրությունը կամ այս նամակը, այն ժամանակվա լսարանը շատ քաջատեղյակ էր, թե ինչի մասին է խոսքը։ Հռոմեական կայսրության մեջ ընտանիքի հայրը ուներ բացարձակ իշխանություն։ Նա այնպիսի իշխանություն ուներ, որ իր տան բոլոր անդամները առանց իր խոսքի, առանց իր գիտության ոչինչ իրավունք չունեին անելու, որովհետև եթե ինչ-որ բան անեին, ապա ընտանիքի հայրը իրավունք ուներ պատիժ կիրառելու։ Եթե անգամ այդ տան գլուխը տղա ունենար եւ իր տղան ամուսնանար, կազմեր ընտանիք, ունենար երեխաներ, միևնույն է, այդ իշխանությունը տարածում էր այդ տղայի, նրա կնոջ, նրա երեխաների վրա էլ։ Եվ ընտանիքի հայրը իրավունք ուներ անգամ իր թոռանը դուրս հանելու տանից։ Իրավունք ուներ նրան զրկելու այդ ընտանիքի պատկանելությունից։ Այս ընտանիքի հայրը իրավունք ուներ իր որդուն պատժելու, եւ այն էլ շատ անգամներ մահապատժի, պահն էլ կար։ Այնպես որ լսարանը շատ լավ գիտեր, թե հեղինակը ինչի մասին է ասում, երբ ասում է ձեր մարմնավոր հայրերը, որ ձեզ խրատում էին։ Մենք հասկանում ենք, որ ըստ այս խոսքերի եւ նաեւ մեր ապրումների մենք խրատական եւ հանդիմանական քարոզներ չենք սիրում։ Հատկապես մեր օրերում, երբ որ ավելի հնարավորություն կա, որ մարդիկ կարողանան լսել իրենց համար հաճելի բաներ։ Ես կարծում եմ, որ մեր օրերի մեջ սա առավել ցայտուն կերպով արտահայտվում է։ Հանդիմանությունը դժվար է լսել, խրատը դժվար է լսել Աստծո ժողովուրդ։ Երբ որ օրինակ եկեղեցիներում հանդիմանական պատգամներ կան, կամ ոմանց համար ուղղված շեշտակի պատգամներ կան, մարդիկ կան, որ արդեն հավաքում են իրենց ճամպրուկները եւ
իրանց մտքում ունեն ինչ-որ արդեն տեղեր, որտեղ պիտի գնան, եւ դրանք այն տեղերն են, որտեղ նրանք ավելի ապահով կլինեն, ավելի աննկատ կլինեն մարդկանցից։ Որպեսզի այդ պատգամները իրենց չվերաբերվի եւ չխոսի իրենց հետ, այդ հանդիմանությունները իրենց չվերաբերվի։ Օրինակ մենք հիշում ենք, որ Աստված Լավոդիկեի եկեղեցու համար խոսք ուղեց։ Աստվածաբաններն ասում են, որ Լավոդիկեի եկեղեցին այսօրվա այս դարի եկեղեցին է։ Եվ Լավոդիկեի եկեղեցու ուղված խոսքերը բացասական էին, մենք դա գիտենք, բայց հետարքիր է, որ եկեղեցու անդամները իրենց մասին չունեին այդ կարծիքը։ Աստված ասում էր, որ դուք ասում եք հարուստ եմ, չէ՞, շատ բան ունեմ, բայց դու կույր ես, կամ տեսնում եմ լավ, բայց դու կույր ես, մերկ ես եւ աղքատ։ Այսինքն, տեսեք, ստացվում է, որ մարդիկ կարծիք ունեն իրենց մասին։ Մարդիկ կարծիք ունեն իրենց մասին, որ իրենց կյանքում ամեն բան հրաշալի է։ Եվ կարիք չկա հանդիմանության, կարիք չկա խրատի, կարիք չկա, որ եւս մեկ անգամ զգուշացում լինի իրեն։ Եվ Տերն ասում էր Եփեսոսի եկեղեցուն նաև, որ ես ում սիրում եմ, հանդիմանում եմ ու պատժում եմ։ Իսկ ինչու էր Տերը խոսում Եփեսոսի եկեղեցու հետ այս տոնով, որովհետև Եփեսոսի ժողովուրդը թողել էին իրենց սերը եւ առաջվա գործերը։ Եվ Տերն ասում էր. ապաշխարիր եւ քո առաջվա գործերը արա։ Մինչ կանցնեմ, կշարունակեմ, թույլ տվեք ասել հետեւյալը, երբ որ հայտնության եկեղեցիների կամ Փոքր Ասիայում գտնվող եկեղեցիներին ուղված նամակները կարդում ենք, գրված է, որ այս եկեղեցու հրեշտակին գրիր։ Թվում է, թե խոսքը վերաբերվում է Հովին, հրեշտակը դե Հովիվն է, վերաբերվում է Հովին, բա ինչ պիտի անեն ժողովուրդը, չէ՞ որ եթե Հովին է ուղված խոսքը, ուրեմն այդ խոսքը վերաբերվում է եկեղեցուն, չէ՞։ Կամ պատասխանատուին, այն մարդուն, ով անցկացնում է, ով ծառայում է, ով բեռը հոգսը վերցրել է, ոչ թե որտեվ շատ ժամանակ մարդը կմտածի, որ դե քեզ է ասված, դու ուրեմն տես ինչ ես անում, բայց խոսքը վերաբերվում է եկեղեցուն։ Եկեղեցում կարող են երկու մարդ Աստծո ժողովուրդ իրենց սրտում Աստծուն հակառակ կյանք ապրել եւ Աստծո խոսքը եկեղեցուն ուղված լինի։ Որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Շատերը կարող են ապրել Աստծո առաջ հաճելի կյանքով, հովիվը մեծ սպասումներով, մեծ սկտումներով, արթնության ակնկալիքով, բայց ոմանք հակառակ կյանք ապրեն եւ Աստված կարող է այդ մարդկանց համար խոսք ուղղել։ Կարող է։ Իրավունք ունի։ Եվ Տերն ասում է հիշիր որտեղից ընկար եւ ապաշխարիր։ Լավոդիկեի եկեղեցուն ասում էր ես հանդիմանում եմ նրան, ում սիրում եմ։ Եվ ասում էր եթե չապաշխարես, չընդունես իմ հանդիմանությունը, ես կգամ քեզ մոտ եւ քո ճրակակալը կշարժեմ իր տեղից։ Գիտեք ինչ տեղի կունենա այդ ժամանակ։ Շատ պարզ եւ հստակ կլինի աշտանակի մեջ յուղ կա թե չկա։ Այդ ժամանակ պարզ կլինի աշտանակի այն ճյուղերը, որ միաձուլված պիտի լինեին, որքանով են միաձուլված, որքանով են միասնական։ Տեսեք, մենք մի օրինակ բերեցինք, հրաշալի եկեղեցի էր Ռումինիայում 50 հոգանոց, բայց մի հատ փորձ արեցին, մի հատ չար կատակ արեցին, լավ էսպես ասենք, 30 հոգի մի անգամից թողեցին եւ կանգնեցին այս կողմ։ Ուրեմն պարզ կլինի, թե ինչ տեղի կունենա։ Մենք Աստվածաշնչից գիտենք, որ Աստված օրինակ, տեսեք, Հեղի քահանայի մասին ինչ կարծիք ունեք։ Ի վերջո դատավոր էր, ի վերջո առաջնորդում էր, դատավարություն էր անում Աստծո ժողովրդին։ Երկար տարիներ, չէ՞, Սամվելից առաջ։ Բայց Աստված Հեղի քահանայի համար վերաբերվող իր որդիներին խոսք ուղեց։ Եվ ինչպես որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, գրված է, որ շատ օրեր Աստված խոսեց, շատ անգամներ ցույց տվեց, բայց նրա որդիները չէին փոխվում։ Նրա որդիները չէին փոխվում, շարունակում էին նույն կերպ, նույն ընթացքով։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Այն, որ ասում ենք Տերը կգա եւ կշարժի, այն, որ Սուրբ Գիրքն ասում է Տերը կգա եւ կշարժի, հանկարծակի մեկ օրվա մեջ կատարվեց դատաստանը։
Հեղի քահանայի որդիները մեռան, Հեղի քահանան լսելով լուրը իր նստած տեղից ընկավ, պարանոցը կոտրեց եւ մեռավ։ Տեսեք, երկար օրեր Աստված կարող է զգուշացումներ տալ, երկար օրեր Աստծո հոգին կարող է խոսել ինչ-որ մեկի հետ, երկար ժամանակ քարոզիչը կարող է շատ ներողություն հանկարծ ինչ-որ մեկի համար ամբողջ պաշտամունքը տանել, որովհետև Աստված խոսում է, որովհետև Աստված այդ մարդու միջոցով ասելիք ունի եւ Աստված ինչ-որ մեկին իր նստած տեղում բան է ասում։ Գիտեք, գրված է Առակաց 29:1-ում, որ շատ անգամ հանդիմանված մարդը, երբ պարանոցը խստացնի, հանկարծ պիտի կոտրվի ու բժշկություն չգտնվի։ Ու չգտնի։ Ուրեմն Աստծո հայրական խրատը ու հանդիմանությունը մեզ համար կարևոր է, թե չէ։ Ամեն։ Եվ ինչ կարդացինք, որ եթե եկեղեցում ես լինեմ առանց Աստծո խրատի, առանց Աստծո հանդիմանության, ուրեմն ցուցիչը հետևյալն է, ես խորթ եմ։ Եթե ես խորթություն եմ ապրում պատգամների ժամանակ, իմ սիրտը հակառակվում է, ուրեմն ես մոտիկ չեմ։ Եթե իմ կյանքում այդ հանդիմանությունը եւ խրատը գալով իմ կյանքում փոփոխություն չի բերում, ուրեմն նշանակում է, որ ես որդիական իմ կոչումից շատ եմ հեռացել։ Բայց ես սիրում եմ նրան, ում ընդունում եմ, խրատում եմ նրան, ում կանչում եմ։ Ամեն։ Ուրեմն ինչ է հայրական խրատը մեզ համար, Աստծո ժողովուրդ։ Կարող ենք ուղղակի այսպես ասել, ինչ է հայրական խրատը։ Օրինակ, ինչ որ մեկը կարող է ասել իր համար ինչ է հայրական խրատը։ Ինչ։ Օրհնություն։ Էլ իրավիճակի շտկում։ Օրինակ կարող ենք ասել, որ հայրական խրատը մեզ համար մխիթարություն է։ Երբ որ մեր հայրը մեզ խրատում է, ուրեմն մխիթարություն կա ինձ համար։ Բոլորիս համար կա մխիթարություն, ովքեր որ այս խրատին մասնակից են։ Տեսեք, Սաղմոս 23:4-ում Սաղմոս 2-ն ասում է. Թեև մավան ստվերի ձորով անցնելու լինեմ, չեմ վախենա չարից, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Ինչն է մխիթարում։ Քո ցուպն ու գավազանը։ Ինչ հրաշալի է, որ կա Աստծո գավազանը, որովհետև Աստծո գավազանը եկեղեցում գործածվելով պահում է ինձ, պահում է քեզ իր իշխանության ներքո, որտեղ իր իշխանությունից դուրս մահ կա։ Հիմա հարց, ունես մխիթարություն։ Փառք Աստծո։ Գիտեք, Աստվածաբան Հերոնիմոսը, ով Աստվածաշունչը թարգմանեց լատիներեն, այն վուլգատա, հայտնի այդ աշխատությունը, ասել է հետևյալը. ամենամեծ զայրույթը այն է, երբ Աստված այլևս չի զայրանում մեզ վրա, երբ մենք մեղանչում ենք։ Ամենամեծ զայրույթը այն է, երբ Աստված այլևս չի զայրանում մեզ վրա, երբ մենք մեղանչում ենք։ Ով կուզի, որ երբ մեղանչի, ոչ մեկ իր վրա չխոսա։ Կա մարդ։ Հաստատ։ Գիտեք, որ անտարբերությունը նույնպես զայրացնում է անգամ հարբած տղամարդուն։ Մի անգամ իրականում շատ անգամներ, բայց այդ օրը հատուկ, բայց շատ անգամներ, երբ որ տան տղամարդը հարբած գալիս էր տուն, կինը էլի խմեցիր, էլի սկսար, եւ այդպես գնաց կռիվը։ Գյուղացի համբոյի տունը կռիվ էր ընկել, էլի այդ վիճակն էր։ Եվ 1000 անգամ քեզ ասեցի մի խմի, դու նորից գնացիր, խմեցիր, դե այդ խոսակցությունից հետո ամուսինը ծեծ ու ջարդ, օրոտում, գալմաղալ, կինը
ծեծվեց, անկյունում նստեց, լաց եղավ եւ այդպես ամեն անգամ, երբ այս մարդը խմած գալիս էր տուն։ Այս կինը մտածեց, որ այ մարդ, արի իմաստությամբ վարվեմ էլի, հաջորդ անգամ, որ խմած գա, լուր լինեմ, չխոսեմ։ Տղամարդը եկավ, խմած, այն սպասումով, որ հեսա կինը կհարցակվի վրան եւ ինքն էլ մի հատ նորից կծեծի, հնարավորություն կստեղծվի իր համար, բայց կինը լուր է։ Պտտվում է կնոջ կողքերը, արաղի օդը փչում է վրան, ոչ մի ձեն չկա։ Հանկարծ այդ պայն փռշտոցը գալիս է, փռշտում է, կինը անգամ դրան էլ չի պատասխանում եւ չի ասում առողջություն։ Եվ այստեղ հարբած տղամարդը ասում է, ուրեմն դու ուզում ես, որ ես մեռնեմ, հա, առողջություն ինչ չես մաղթում։ Եվ նորից կռիվը գնում է։ Տեսեք, որ անտարբերությունը զայրացնում է անգամ հարբած տղամարդուն։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ Աստված որևէ մեկին դադարի հանդիմանել, այդ լռությունը շատ մտածել պիտի տա։ Թե ինչու Աստծո հանդիմանությունը չկա իմ կյանքում։ Ես օրինակ աղոթել եմ, որ Տեր, եթե ես սխալվեմ, եթե ես չնկատեմ իմ սխալը, թող ինչ որ մեկը ինձ հանդիմանի։ Դու համաձայն ես, արել ես այսպիսի աղոթք։ Եկեք հիմա հասկանանք ինչ է խրատը։ Այն որ ասում ենք խրատ, Ովսե մարգարեության 6:1-3 կարդում ենք. Եկեք ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց եւ նա էլ կբժշկի մեզ։ Նա զարգեց, նա էլ կպատի մեզ։ Նա կկենդանացնի մեզ 2 օրից հետո, 3-րդ օրը նա կկանգնեցնի մեզ եւ մենք կապրենք նրա առաջ եւ կճանաչենք եւ ել կհետևենք ճանաչելու Տիրոջը։ Արշալույսի պես պատրաստ է նրա ելքը եւ նա պիտի գա մեզ անձրևի պես, վերջին անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։ Աստծո ժողովուրդ, Պաղեստինում առաջին անձրևների ժամանակը նոյեմբերից մինչև մարտն էր, եւ դա կարեւոր էր աշնանացան հացահատիկ ստանալու համար։ Երկրորդը կամ ինչպես ասում են վերջինը, մարտի կեսերից մինչև ապրիլի կեսերն էր, որն էլ ամառվա ցանքի համար էր կարեւոր։ Եվ հետարքիր է, այստեղ գործածված եբրայերեն ջարահ բառը գործածված է այսպես, որպես բաց թողնել, գցել, նետել, ձեռքից բաց թողնել։ Բայց այն ավելի շատ կրում է նորոգելու իմաստը։ Թվում է, թե միտքը ուրիշ բան է, չէ՞, որ ասում է երեխային գցեց, էլի, անտարբեր եղավ կամ իրան պետք է չէր գցեց օրինակի համար կամ ինչ-որ մի կարևոր բան գցեց։ Բայց այստեղ գործածված է նորոգելու իմաստով։ Եվ Հիսուսը ինչ էր ասում. եթե սերմը հողի մեջ չընկնի ու չմեռնի, ինքը մենակ կմնա, անպտուղ կլինի։ Հավատում ենք, որ նաև եթե ինչ որտեղ մենք այս ցավը չապրենք, այդ մեռնելու process-ը չապրենք, մենք հենց այդպես անպտուղ կմնանք։ Այսինքն, մեր մոտ տեղի ունեցող այդ ապրումները Աստծո թույլատու կամքի ներքո է։ Սա բացասական է թվում, երբ որ խրատ ենք լսում։ Բացասական է թվում, երբ որ հանդիմանություն ենք լսում։ Ես հիշում եմ տարիներ առաջ եկեղեցի մի անձնավորություն էր շատ լավ նվիրված, այդպես մասնակցում էր հավաքույթներին։ Հետո այն շրջանը, որ ամուսնացավ, այլևս չկար եկեղեցում։ Եվ հետարքիր է, այդ օրերի մեջ արդեն որ ինքը ամուսնացել էր ուներ կին, նորովի կյանք, հենց դուրս էին գալի, ես իրան հանդիպում էի կնոջ հետ եւ ես ասում էի թողեցիր Տիրոջ եկեղեցին, շատ եմ ափսոսում, թողեցիր Աստծո եկեղեցին։ Հետագայում իր կինն էլ սկսեց մասնակցել եւ վկայում էր հետեւյալ, ասում է ամեն անգամ երբ որ քեզ հանդիպում էինք, ասում ենք էլի էս մարդը եկավ մեր դեմը կանգնեց։ Այն բանի պես էլի Եղիան որ հանդիպում էր, չէ, Աքաբին ասում էր էլի դու նեղություն տվող Իսրայելին, չէ, ասում էր։ Այդ օրերին ես այդ մարդկանց համար նեղություն տվող էի, բայց հետո իրանք հասկացան, որ պիտի գան եկեղեցի եւ փառք Աստծուն եկան եկեղեցի, բայց ցավում եմ, որ հետո էլի կորցրեցին։ Աստծո ժողովուրդ, Առաջի Կորինթացիների 11:31-32-ում գրված է, որ եթե մենք փորձենք մեր մասին կարծիք կազմել, օրինակ, եթե քեզ ասեն քո մասին, քո հոգևոր կյանքի մասին գրի, ինչ կգրես։ Մտածելու տեղիք է տալի։ Ինչ կգրես քո մասին։
Մարդկա ամենալավ բաները չէ կգրի, որ չկա քիզի նման, դու այնքան լավ հոգևոր ես, դու շատ լավն ես եւ այլն, չէ՞։ Բայց կարևոր է, էլի, ինչ արձագանք կլինի, բայց առաքյալը, տեսեք ինչ է ասում Կորինթոսի եկեղեցում 11:31-32-ում, ասում է, որովհետև եթե ինքներս մեզ դատելու լինենք, պիտի չդատապարտվենք։ Ով կուզի իրան դատապարտի։ Իհարկե մենք մեր եկեղեցու մի քույր ունենք, իրան շատ է դատապարտում իրականում։ Գովեստի խոսքեր էլ ասես ինքը իրան դատապարտում է։ Դե խոնարեցնում է էլի ուղղակի իրան, հասկանում եք ինչն է պատճառը։ Հիմա եթե մենք մեզ դատելու լինեինք, պիտի չդատապարտվեինք։ Բայց ասում է, երբ կդատվենք, Տիրոջից կխրատվենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ահա, այս է կարևոր։ Հետևաբար հասկանում ենք, որ երկրային կյանքում, եթե կան խրատողներ եւ հանդիմանողներ, երբ կա հանդիմանություն լսելու հնարավորություն եւ փոխվելու հնարավորություն, ուրեմն մենք հետագա այն աշխարհային դատից ազատված կլինենք եւ փառք Աստծուն։ Առակաց 3:12-ում կարդում ենք. Տերը իր սիրածին կխրատի, ինչպես մի հայր իր սիրած զավակին կանի։ Տերը իր սիրածին կխրատի, ինչպես մի հայր իր սիրած զավակին կանի։ Մենք խոսեցինք Հեղի քահանայի մասին, մի փոքր հիշեցինք Սամվելին, նրանք դատավորներ էին։ Իսրայելը ունեցել է 16 դատավոր, հա, մինչև այդ թագավորած շրջանը ունեցել է 16 դատավոր։ Ճիշտ եմ, չէ՞ Արտավազ եղբայր, 16 դատավոր։ 16 դատավոր։ Հիմա հարց, ինչու են այս 16 դատավորները դատավարություն անում։ Դատ բառը մեզ մի տեսակ հուշում է կարծես թե այսինքն գավազանը ձեռքին նստած, հա, այսպես էլի, դատապարտում էր, որ վերջ, դու գնացիր դատապարտելու, չէ։ Գիտեք, երբ որ Աստվածաշունչը ուսումնասիրում ես, հասկանում ես ինչ է նշանակում այս 16 դատավորների դատավարությունը, ինչ է նշանակում եկեղեցում հովիվների, ծառայողների, առաջնորդների դատավարությունը, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ պայքարում էին, որ Աստծո ժողովուրդը Աստծուն մոտ լինի եւ Աստծուց չհեռանա։ Եվ կարող ենք ասել փառք Աստծուն պայքարողների համար։ Կարող ենք այդ մարդկանց համար նաև ծափարել, ինչու՞ չէ։ Փառք Տիրոջը այն հայրերի համար, այն ծառայողների, այն առաջնորդների համար, որոնք պայքարում են, որպեսզի ես եւ դու չփոխվենք, հանկարծ Աստծո նկատմամբ չսառենք, հանկարծ եկեղեցու նկատմամբ չթուլանանք։ Ինչ հրաշալի է, որ այս պայքարողները կան։ Ուրեմն այս մարդիկ պատահական չէին, եւ ինչպես որ այսօր էլ պատահական չի այս մարդկանց այս ծառայության մեջ կարգված լինելը։ Սիրելիներ, հունարենում խրատ բառի փոխարեն գործածված է ագապե, սեր, ինչը որ մենք գիտենք, կարծում եմ գիտեք, եւ սա կամեցողություն է, սա մի կամեցողություն է, որին ոչինչը չի կարող ընկճել, եւ սա գալիս է ոչ թե ավելի սրտից, այլ խելացիությունից։ Կոնկրետ Լավոդիկեի եկեղեցու խոսքում ագապեն փոխարինվում է ֆիլեո, ամենամեղ նուրբ սիրո մասին է խոսքը։ Այսինքն, եթե փորձենք ձևակերպել, ստացվում է այսպես, որ Աստված խրատում է նրանց, ում բոլորից թանկ է համարում։ Ահա սրամար է խրատը եւ հանդիմանությունը։ Ես գիտեմ, ես հասկանում եմ, երբեմն, երբ որ մարդիկ լսում են այսպիսի պատգամներ, շատ անգամ բողոքներ են, հա, ներկայացնում։ Լավ, այս մարդը այսքան օրեր այսպիսի կյանքով ապրեց, անտարբեր, բայց մի հատ իրան մի բան չասեցին։ Բայց հենց ես ինձ տեսան։ Աստված խրատում է նրան, ում սիրում է։ Եթե ինչ-որ մեկը առանց խրատի եւ հանդիմանության է, այսի պիտի մտածել տա։ Ամենամեծ զայրույթը ինչն էր, ըստ Հերոնիմոսի, որ Աստված այլևս չզայրանա, երբ մենք փոխվում ենք հակառակ Աստծո։ Հիմա եկեք հասկանանք ինչ է հանդիմանությունը։ Հետարքիր է, որ ռուսերենում հանդիմանությունը դա обличать բառն է,
Եվ բացատրությունը հետևյալն է. գաղտնիքը բացել, դիմակազերծել։ Հանդիմանությունը գաղտնիքը բացել, դիմակազերծել։ Հունարենում սա էլեկխոս բառն է, այս բառերը կարող եք չհիշել, բայց կարևորը միտքը եկեք հասկանանք։ Եվ այն ցույց է տալիս, այն ստիպել է տալիս մարդուն տեսնել թերությունը իր վարքի մեջ։ Ինչ է հանդիմանությունը։ Հանդիմանությունը միջոց է, որ մարդուն, քրիստոնյային թույլ է տալիս տեսնել թերությունը իր վարքի մեջ։ Եթե չկա հանդիմանություն, մարդը չի տեսնում։ Մարդը չի տեսնում։ Եկեք ընդունենք, որ մարդը չի տեսնում։ Եթե դատելու լինեինք ինքներս մեզ, չէինք դատապարտվի։ Ոչ մեկ իրեն չի դատապարտի, ոչ մեկ իրեն նեղություն չի տա, ոչ մեկ իրեն չի տանի եւ ներկայացնի դժվարությունները, որպեսզի ինչ-որ բանից ապաշխարի, եթե իր միտքը բացված չի, աչքերը չեն տեսել, իր մոտ բարձաբանված չէ։ Ես օրինակ մի տեղ կարդացի, որ մի փոքրիկ կորեական մի փոքրիկ գյուղում եկեղեցու անդամները տուն չէին ուզում գնալ, որովհետև Աստծո հոգին հպվել էր նրանց եւ նրանք հասկացել էին իրենց կյանքի փոփոխության կարևորը, անհրաժեշտությունը, որ նրանք պիտի մնային եւ լիարժեք իրենց ներսը փոխված տեսնեին Աստծո համար։ Նրանք տուն չէին ուզում գնալ։ Նրանք ասում էին, մենք չենք գնալու, մինչև մեր կյանքը չփոխվի։ Ինչ էր տեղի ունեցել։ Լսեք, Պետրոս առաքյալը երբ որ քարոզում էր, իրական ապաշխարություն չէր լինի, եթե մարդիկ իրենց սրտերի մեջ չհասկանային եւ զղջում չգար։ Շատ անգամներ թույլ տվեք ձեզ ասել, ավելի զորավոր քարոզներ կան։ Շատ ավելի գեղեցիկ քարոզներ կան։ Շատ ավելի պերճախոսություններ կան։ Շատ ավելի հրաշալի աստվածաբանական մտքեր կան։ Բայց ինչպես կասեր քարոզիչներից մեկը, այսօր առավել շատ մենք գիտենք շատ բառերի բացատրություններ, բայց մեր կյանքի փոփոխությունն է պակասում։ Վստահաբար կարող ենք ասել, որ քրիստոնյաները այսօր ավելի շատ գիտեն, քան անցյալում։ Գիտությունը այսօր ավելի շատ է, քան անցյալում։ Բայց կարծում եմ կյանքի փոփոխությունն ու որակն է պակաս։ Ուրեմն հանդիմանությունը ինչ է Աստծո ժողովուրդ, եկեք սովորենք։ Կարճ ասած դիմակազերծում է։ Ըստ հույն փիլիսոփաներից մեկի այս բառի բացատրությունը այսպիսին է. հանդիմանությունը ապացույցն է նրա, որ տվյալ առարկան չի կարող այլ լինել, քան այն տեսնվում է ու նկատվում է։ Այսինքն կա այն, ինչ իրականում գոյություն ունի։ Հասկանալի է, հանդիմանությունը բացահայտում է դրա առկայությունը։ Բայց նպատակը Աստծո ժողովուրդ պատժելը ու դատապարտելը չէ։ Հանդիմանության կամ հանդիմանողի նպատակը սա չէ։ Իհարկե կարող է մարդ լինի, որ ուղղակի միշտ ինչ որ այտենց դատապարտող խոսքեր ասի, ճիշտ ասած տեսել ենք այդպիսի մարդկանց եւ ցավում ենք այդ մարդկանց համար, որ նպատակը փրկելը չէ։ Գիտենք, որ Թագավոր Դավիթը մեղանչեց, ով այշում է պատմությունը։ Դավիթը մեղանչեց, Աստծո սիրելին, Աստծո սրտի համեմատ մարդը մեղանչեց։ Կարողա թե չէ։ Կարողա պատահի, որ մենք էլ սայթակ ենք ընկնենք, հա՞։ Թե մենք սուրբ ենք, կատարյալ ենք, հասել ենք, թագավորում ենք։ Բնականաբար Աստծո մեծ մարդն էլ կարող է անկնի, ինչպես օրինակ Դավիթը։ Կարող է, չէ՞ սայթակի։ Եվ տեսեք, այդ օրերին Նաթան մարգարեն, որ Դավիթի ժամանակակիցն էր, այցելեց Դավիթին։ Եվ մի պատմություն պատմեց, դուք հիշում եք։ Հարուստի եւ աղքատի այդ խնջույքի մասին, չմանրամասն։ Եվ տեսեք, երբ որ ինքը այդ պատմությունը պատմում էր, ու ասեց, որ այսպես եղավ, հարուստը աղքատի այդ միակ գառանը տարավ մորթեց իր բարեկամներին կերակրելու համար։ Եվ Դավիթ ինչ արեց, ասեց, այդպիսի մարդը պիտի դատապարտվի, ինքը մահվան արժանի է։
Այսինքն, տեսեք ինչ ենք հասկանում, Դավիթը կարծիք չուներ իր մասին, որ ինքը մեղանչել է։ Չէր կարծում, որ ինքը մեղանչել է։ Բայց հետո Նաթանը ասեց, մատը տնկեց եւ ասեց, այդ մարդը դու ես։ Այդ մարդը դու ես, սա հանդիմանություն էր։ Սա հանդիմանություն էր։ Եվ սա պատճառ եղավ, որ Նաթանը, Դավիթը գնաց երեսնի վայր ընկավ, ապաշխարեց։ Գիտենք, որ կորցրեց այդ երեխային։ Եկեք նաև ուշադրություն դարձնենք, որ հարսանիքին հրավիրվածների առակի մեջ Մատթեոս ավետարան 22:1-14-ում, որ մի կին էր մտել, չէ, հրավիրվածների հետ, շատերի հետ մի կին էր եկել, եւ մենք գիտենք, որ ինքը անպատրաստ հանդերձանքով էր, եւ հետարքիրը ոչ մեկ չէր նկատել նրա անպատրաստ լինելը, բայց երբ որ թագավորը ներս մտավ, նրա անպատրաստ լինելը վեր հանեց։ Աստծո ժողովուրդ, մենք կարող ենք ասել վստահաբար, կարելի է ինչ-որ օրեր, ինչ-որ ժամանակներ, ինչ-որ բանի պատճառով թաքնվել, ծածկվել, բայց մի բան վստահ իմացեք, երբ որ Աստված է այցելում, Աստված այցելում է, դա կբացահայտվի։ Դա կբացահայտվի։ Երբ որ թագավորը ներս մտավ, այդ կնոջը նկատեց, բայց այդ հանդիսականների մեջ շատերը չէին նկատել։ Եվ այստեղ ուզում եմ ասել, շատ կարևոր է, որ մենք հաշվի առնենք, որ քրիստոնյաները դիմակահանդեսի հրավիրված չեն, այլ գառնուկի հարսանիքին։ Այսօր աշխարհում շատ դիմակահանդեսներ կան, Աստծո ժողովուրդ, չէ՞։ Շատ դիմակահանդեսներ կան, բայց մենք դիմակահանդեսի չենք հրավիրված, այլ գառնուկի հարսանիքին, փառք Տիրոջը։ Մի քանի համարներ ձեր թույլտվությամբ կարդամ։ Սաղմոս 94:12 Երանի այն մարդուն, որին դու կխրատես ով Տեր, եւ քո օրենքդ նրան կսովորեցնես։ Եթե երանի, ուրեմն ասա երանի։ Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժիր, Հոբ 5:17։ Ուրեմն երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է։ Ինչպես է Աստված խրատում եւ հանդիմանում, բնականաբար իր խոսքի, Սուրբ Հոգու եւ Սուրբ Հոգով լցված մարդկանց միջոցով։ Սաղմոս 141-ի մեջ գրված է 5-րդ համարում։ Բայց համաձայն եք, թե չէ դուք կարձագանքեք, արդարը թող ինձ խրատի եւ զարկի ողորմությամբ, բայց անօրինի յուղը թող գլուխս չոցի։ Սաղմոս 2-ն ասում է իր համաձայնությունը, արդարը թող խրատի ինձ զարկի ողորմությամբ։ Ես համաձայն եմ, թող արդարը ինձ խրատի։ Ելով է համաձայն։ Միքիա մարգարեության 3:8-ում կարդում ենք. Սակայն ես Տիրոջ հոգով զորությամբ, դատաստանով եւ արիությամբ լցված եմ, որպեսզի Հակոբին իր հանցանքը ու Իսրայելին իր մեղքը հայտնեմ։ Միքիան Աստծո հոգով լցված էր եւ այդ մեղքերի համար չէր կարող լուր մնալ եւ չհանդիմանել։ Աթենացի մտածող Քսենոֆոնի գրվածքում այսպիսի մի հարց է առանձնացված։ Այս հարցը լսեք Աստծո ժողովուրդ։ Ով կարող է ավելի շատ օգուտ, հաշտություն եւ շինություն տալ։ Եկեղեցում էլ կարող ենք մտածել, հասարակության մեջ էլ, քաղաքում, գյուղերում եւ այլն եւ այլն։ Ինչ որ մի խմբի մեջ, ով կարող է ավելի շատ օգուտ, հաշտություն եւ շինություն տալ։ Ծիծաղեցնողը թե արցունքներ պատճառողը։ Լավ հարց է։ Ծիծաղեցնողը թե արցունքներ պատճառողը։ Մենք անկեղծ ասած, որ ուշադրություն դարձնենք, ծիծաղեցնող քարոզներ շատ կան։ Պակաս չկա, հավատացեք։ Ինչպես որ Ռուբիկ եղբայրն էր հաճախ ասում, մենք գիտենք, հա, լավ, այնպիսի բաներ ասել, որ լավ ծիծաղան մարդիկ, բայց նպատակը ո՞րն է։ Եթե մարդը ծիծաղա, բայց չփոխվի։ Այսօր այնքան ծիծաղացնող եւ ինչքան զվարճալի հաղորդումներ կան, չէ՞։ Ինչն է շատ,
զվարճալի հաղորդումները, խեղկատակությունները։ Եվ երբեմն տեսնում ես մարդը ուրախանում է, չգիտեմ, sense անգամ արհեստական իրան ծիծաղեցնում, ուզում է էլի ծիծաղա, էլի։ Բայց սա խաբկանք է Աստծո ժողովուրդը։ Եվ մեկը իր պատասխանն էր գրել Քսենոֆոնի գրվածքում այս հարցի պատասխանը։ Իմ կարծիքով ծիծաղեցնողը շատ քիչ ծառայություն է մատուցում, քան նա ով արցունքներ ու մտածել է տալիս, ըստ որի դա դիմացինի համար բարիք ընդունել է։ Դավիթը կասեր Սաղմոսերում, մինչև որ չվշտացա Տիրոջը չփնտրեցի։ Հասկանալի է, որ մինչև որ մեր կյանքում ինչ որ ցավ չապրենք, ինչ որ բաներից չենք փոխվի։ Անցած տարի մի դեպք տեղի ունեցավ եկեղեցում։ Մեր եկեղեցու ընտանիքներից մեկը գնացել էր հանգստի։ Բայց այդ օրերին ինքը խշմտանք ուներ, որ Աստծո եկեղեցու հավաքույտներին շատ կարծես թե նվիրված չի տեսնում իրան։ Խշմտանք ուներ, որ Աստծո գործին լիարժեք նվիրված չի։ Եվ հետո այնպես ստացվեց, որ իր աղջիկը մտել էր լողանալու, իր երեխաներից աղջիկը, տղան հետո դուրս էր եկել եւ ասել էր. «Մամ, Կարինան խեղդվում է»։ Եվ այդ պահին մեր քույրը սկսել էր աղաղակել Տեր Աստված փրկիր իմ երեխային, Տեր Աստված թույլ չտաս, Տեր Աստված թույլ չտաս։ Եվ զարմանալիորեն ոչ մի օգնություն չեն կարողացել ցույց տալ անգամ այնտեղ գտնվողները, բայց այդ պահին առաջացել այդ ալիքները հետաքրքիր է, որ բերել են դեպի ափ։ Այս աղաղակից հետո։ Եվ սա իր համար ինքը վկայեց, որ սա իր համար ուղղակի մի հատ կարծես ապտակ էր։ Երբ որ Մովսեսը անապատում էր եւ իր երեխաներին Աստծո պահանջով չէր թլպատել, չէ՞։ Հիշում է գրվածը Տերը հանդիպեց եւ ուզեց Մովսեսին սպանել։ Եվ կինը փրկեց Մովսեսի կյանքը։ Հենց այդ պահին արեց այն, ինչ որ Տիրոջ պահանջն էր։ Եվ ես հաճախ ասում եմ, ով կարող է ամենասուրբ Աստծո դեմ հակառակ կանգնել։ Ներեցեք, մենք լսել ենք քարոզներ, Աստված մեր ընկերն է։ Կարծես թե Աստված այնքան սենց ցածր է, որ մեր հետ շատ ներողություն։ Ով կարող է ամենասուրբ Աստծո դեմ կանգնել։ Ես շատ եմ վախենում Աստծուց ժողովուրդ։ Երբ որ քրիստոնյաների կյանքում լրջություն չկա, դա վտանգավոր է։ Բայց շատ ուրախացնող միջոցներ կան այսօր։ Մեկ օր մի աղջիկ իր հիվանդության անկողնում իր ծնողներին մեղադրում էր եւ ասում. դուք պատճառ եղաք, որ ես չփրկվեցի։ Իսկ ինչու՞ էր մեղադրում այս աղջիկը իր ծնողներին։ Որովհետև նրա ծնողները, երբ որ տեսան, որ իրենց աղջիկը մտահոգություն ունի, որ ինքը պետքա Աստծուն մոտ լինի, շատ ավելի Աստծուն ճանաչի, նրան տվեցին պարով զբաղվելու, պարի մրցույթների գնալու, համապատասխան հանդերձանքը առնելով զբաղեցրեցին իրենց աղջկան եւ իրենց աղջիկը հիվանդացավ մահացու հիվանդությամբ եւ իր հիվանդության անկողնում մեղադրում էր իր ծնողներին եւ ասում էր ձեր պատճառով ես իմ հնարավորությունը կորցրեցի։ Գիտեք ինչքան այսօր միջոցներ կան քրիստոնյաներին Աստծուց շեղելու։ Ինչքան միջոցներ կան։ Երիտասարդական ինչքան միջոցառումներ կան, ինչպես արդեն ասեցինք, ինչքան խեղկատակություններ կան, ինչքան խմբավորումներ կան,
պայքարը կա, սատանայի պայքարը ուղղված է Քրիստոսի և եկեղեցու դեմ։ Սատանայի պայքարը ուղղված է քրիստոնյաների կյանքի որակի դեմ։ Սատանայի պայքարը ուղղված է քրիստոնյաների Աստծուն ճանաչելու և նրա ներկայության մեջ գտնվելու, որպեսզի հեռացնի այդ վայրից, Աստծո ներկայությունից։ Սա է սատանայի պայքարը։ Առակաց 27:6-ն ասում է. «Բարեկամի տված վերքերը հավատարիմ են, իսկ թշնամու համբույրները առատ»։ Բարեկամի տված վերքերը հավատարիմ են, իսկ թշնամու համբույրները առատ։ Գիտեք, սա էլ մտածելու առիթ է, այս պատգամի մեջ կուզեմ ներկայացնել, հաճախ ուղղակիորեն մարդիկ կան, որ իրենց վրա վերցնում են հանդիմանության ծառայություն։ Կարծես թե իրանց հատուկ կարգել են, որ այդ ծառայությունը իրանք իրականացնեն։ Նամանավանդ, երբ այս մարդիկ մի փոքր հավաքույթների լավ են մասնակցում, այն չեկողներին շատ հանդիմանում են, չէ, ուր է իր անդադ էլի, բայց իրան էլա չէ դա պատահում։ Ես հիշում եմ մի կին կար, շատ էր հանդիմանում, աչու ձախ, ուր ես, պաշտամունքները բաց ես թողել, բան, բայց հետո եկավ մի շրջան, որ ինքն էլ ինչ-որ հանգամանքների բերումով չկարողացավ։ Ժողովուրդ, իրականում հավատում եմ, որ հանդիմանությունը մարդու կյանքում պիտի բերի զղջում և պիտի բերի այն իրական փոփոխությունը, որ մարդը հասած լինի մի տեղ, որ հասկանա, որ ուղղակիորեն սա վերջն է, եւ հանդիմանությունը դրա օգնում է դրան, որ մարդը փոխվի։ Ոչ թե որ ամեն, այսպես ասած, հնարավորության դեպքում հանդիմանություն գործածվի, մարդկանց վերցնեն ճիպոտը հարեն եւ խարազանեն։ Ժողովուրդ։ Որովհետեւ հանդիմանությունը գալիս է այդ եւ պիտի գա հայրական սրտից, քանի որ եթե չկա այդ սիրտը, այդ հանդիմանությունը կարծես թե չի փոխում, որովհետեւ նայած թե ինչ կերպ է այդ հանդիմանությունը հնչում։ Ես ասացի արդեն, երբեմն դատապարտելու համար է։ Օրինակ Մովսեսի համար գրված է, որ Մովսեսը, երբ որ մեծացավ, դարձավ 40 տարեկան, Սուրբ Գիրքն ասում է, Եգիպտոսում էր Փարավոնի որդի էր, չէ, որ թե գրված էր, բայց գիտեր, որ ինքը հրեա է, եւ ինքը ուզեցավ այցելել իր ժողովրդին, եւ երբ որ այցելեց, տեսավ, որ կռիվ են անում մի հատ հրեա եւ մի հատ եգիպտացի իրար հետ կռիվ են անում, եւ Մովսեսը գնաց, որպեսզի իր հրեա եղբորը պաշտպանի, Եգիպտացու վրա հարձակվեց, սպանեց նրան։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, դա կկարդանք Գործք առաքելոցի մեջ, Եբրայեցիների մեջ, որ Մովսեսը դրանով կարծես թե իր եղբայրները կհասկանան իրան։ Այսինքն Մովսեսը կարծես թե իր սրտում արդեն ուներ, ինքը գիտեր, որ Աստված իրեն կանչել է, կանչելու է, որտեղ նրա մայրը նրան դաստիարակում էր, նրա մայրը նրան մեծացրել էր, որ երբեք չմոռանա ով է նա։ Եթե անգամ Փարավոնի տանը, եւ Մովսեսը բնականաբար այս կրթությունը ուներ, այս գիտակցությունը ուներ, բայց ինքը մտածեց ոնց ապացուցի իր եղբայրներին, որ ինքը այդ առաջնորդն է, եւ այդ Եգիպտացուն սպանեց, եւ հիմա սպասում էր, որ արձագանքը պիտի լինի, բայց հետո մի ուրիշ դեպք էլ եղավ եւ իր եղբայրներից մեկը ասեց, ի՞նչ է, մեր վրա դատավոր ես։ Այդ որ այդ Եգիպտացուն սպանեցիր, հիմա էլ ինձ ես ուզում սպանել։ Եվ Մովսեսը հասկացավ, որ բանը բացահայտված է եւ ինքը փախավ։ Եվ ինչ էր պետք Մովսեսին, անցնել խաչի ճանապարհ։ Եվս 40 տարի հետո Մովսեսը պետք է դառնար իսկական Աստծո ժողովրդին ազատողը եգիպտական լծից։ Հետո Մովսեսը պիտի հասկանար, որ Մովսեսը պետք է չարչարվեր Աստծո ժողովրդի հետ։ Շատ հրաշալի կասեր քարոզիչներից մեկը Դավիթ Վիլկերսոնը, երբ որ ես Միացյալ Նահանգներից եկա ծառայելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող եկեղեցիներին, ես մի բան հասկացա, որ ուղղակիորեն փողկապով գեղեցիկ կոստյում շալվարով ծառայություն չէ դա։ Դա պարզապես մարդկանց ոտքեր լվանալ է, չարչարվել, մարդկանց օգնել, փոխվել, ապաշխարել։
Մովսեսը խաչի ճանապարհ անցնելուց հետո հասկացավ, որ հիմա ինքը պատրաստ է, Աստված նրան պատրաստեց իր ժողովրդի համար։ Այո, Աստված կանչել էր նրան, բայց Աստված նրան պատրաստեց այս ծառայության համար։ Մի օրինակ էլ բերեմ, ժողովուրդ ջան, գիտեմ, որ եղանակը շատերիդ պատճառ է դառնում թմրելու, այս ցերեկվա ժամին, այսօր կենտրոնում էլ ասեցի եկեղեցում, որ անգամ դրան անդրադարձել է Չարլզ Սպերջենը, որ շոկը պատճառ է դառնում, որ մարդը լավ էլ չլսի, էլի։ Մի անգամ մի անձ, որ պատասխանատու էր մի եկեղեցու, ժողովուրդը մոտեցան եւ խնդրեցին, որպեսզի եպիսկոպոսը այդ մարդուն ծառայությունից հանի, ուրիշ քարոզիչ դնի, ուրիշ պատասխանատու դնի։ Եվ ներկայացրեցին իրենց բողոքները եւ այլն, եւ եպիսկոպոսը հեռացրեց այս մարդուն, ոչ թե ուղղակիորեն ընդհանրապես հեռացրեց, այլ այդ ծառայությունից հանեց եւ մեկ ուրիշի բերեց։ Եվ հետո անցավ ժամանակ եւ այս եպիսկոպոսը ուզեցավ հասկանալ, ինչ փոփոխություն եղավ, հիմա ոնց է ժողովրդի արձագանքը, հիմա ոնց են պաշտամունքները, հիմա ոնց է այս քարոզիչը քարոզում։ Ասեց ժողովուրդ ջան, լավ է հիմա, ասեցին հա շատ լավ է, հրաշալի։ Ասեցին տարբերությունը տեսնում եք, ասեցին այո, տեսնում ենք։ Եվ հələ եկեք հասկանանք ինչն է տարբերությունը։ Օրինակ ինչ էր քարոզում այն նախորդ պատասխանատուն, ասում է քարոզում էր դժողքի մասին, որ կա դժող, գոյություն ունի դժող։ Ասում է լավ, բա այս նոր եկած ինչա քարոզում, ասում է էլի քարոզում է դժողքի մասին։ Էլի այդ թեման, ասում է բա այդ դեպքում ի՞նչն էր տարբերությունը, ինձ ստիպեցիք, որ ես այդ մարդուն հանեմ, ասում է այն նախորդը, որ քարոզում էր դժողքի մասին, ուզում էր, որ մենք եթայինք։ Բայց այս մարդը չի ուզում, այս մարդը ցավում է, այս մարդը տառապում է, այս մարդը արցունքներով է ցանում։ Շնորհակալ ենք Աստծուն իր խրատի համար։ Շնորհակալ ենք Աստծուն իր հանդիմանության համար։ Շնորհակալ ենք Աստծուն իր գթության եւ ողորմության համար։ Աստված կարող է զարկել եւ Աստված կփաթաթի։ Երանի որ Աստված ինքը զարկի եւ ինքը փաթաթի։ Ես միշտ ասել եմ, այսօր էլ այստեղ կրկնեմ, եթե մեզ չխրատի Աստված, եթե մեզ չխրատեն արդարները, ժողովուրդ, եթե մենք դա թողենք աշխարհին, աշխարհը կսպանի։ Աշխարհը չի խնայի, աշխարհը կսպանի։ Շնորհակալ ենք, որ կան արդարներ, որոնք կարող են խրատել, շնորհակալ ենք, որ կան հայրեր, ովքեր կարող են հոգ տանել, հետևել, իրենց խրատներն ու հանդիմանությունները ներկայացնել մեր ճանապարհներին, մեր քայլերին, հա, երբ որ մենք այլ կերպ ենք, փոխվել ենք, նկատեն մեզ։ Հիմա մի տենդենս կա, ուղղակի կա այդպիսի վիճակ, մարդիկ չեն ուզում, որ իրանց նկատեն։ Իմ ընկերներից մեկն ասում էր, բարեկամս երկար ժամանակ անցած տարիների մեջ էր եկեղեցի գնացել եւ հետո թողել էր եկեղեցին, իսկ այդ եկեղեցին, որ ինքը մասնակցում է, շատ մեծ եկեղեցի չէր թվով։ Այսինքն նկատելի էր, բնականաբար փոքր եկեղեցում ավելի շատ մարդիկ իրար ճանաչում են, գիտեն, չէ՞։ Հետո այս մարդը որոշեց գնալ մի եկեղեցի, որտեղ շատ մարդիկ կան, շատ լիքը։ Ասում է, հարցրեցի, ասեցի, հիմա արդեն այդպես ես եկեղեցի ոնց, ասում է շատ լավ, ասում է, ինչու՞ն է այդ լավը, ասում է, ինչ չեն տեսնում։ Ինչ չեն նկատում։ Ես իմ համար նստում եմ, լսում եմ, ոչ մեկ ինձ ոչ մի բան չի ասում։ Դա լավ է։ Լավ չի, որ Աստված ոչինչ չասի ինչ որ մեկին, եթե մարդը իր կյանքը չի փոխում։ Բայց լավ է, որ Աստված միջամտում է։ Դա ապացույցն է նրա, որ Աստված սիրում է մեզ։ Օրհնյալ է մեր Աստվածը, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Հուսով եմ, որ օգտակար եղած ես Աստծո ժողովուրդ։ Հա թե չէ։ Եթե այո, եկեք կանգնենք,
Մեր աղոթքը բարձրացնենք։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք մեր Աստված, քո խրատների եւ հանդիմանությունների համար։ Շնորհակալ ենք, որ մեր շուրջը կան մարդիկ Տեր, որ քո ձայնդ լսող են Տերի, որ կան խնամակալներ, կան մարդիկ Տեր, որոնց համար հանձնառություն կա եւ նրանք պիտի օգնեն իրենց եղբայրներին եւ քույրերին, որպեսզի այս մարդիկ իրենց ընթացքը կատարեն։ Օ սիրելի Աստված, շնորհակալ ենք Տեր քո հոգատարության եւ ուշադրության համար։ Մենք ուզում ենք Տեր, որ այնպես չլինի, ինչպես որ այն հայրերից մեկը կասեր, որ այլևս քո ձայնդ լսելի չլինի Տեր, երբ որ մենք մեր սեփական ճանապարհները կընտրենք եւ կապրենք, այլ որպեսզի Տեր Աստված դու մեզ առաջնորդես, ինչպես որ Եսայան կասեր, որ երբ որ կքայլես, ահա ձայն կլսես, ուղիղ գնա, աջ եւ ձախ մի խոտորվիր։ Թող քո ձայնը խոսի Տեր, թող քո ձայնը մեզ առաջնորդի։ Թող հանդիմանությունն ու խրատը մեզ համար դառնա ցանկալի, որովհետեւ այն պտղաբեր է դարձնում։ Այն ժամին ուրախարար չէ, երբ որ կլսենք խրատ եւ հանդիմանություն, բայց հետո այն իր խաղարար պտուղը կբերի, երբ որ մենք վարժվում ենք նրանով, որովհետեւ սա գիտակցում է նրա, որ մենք այո Տեր ոչ թե խորթ ենք, այլ որդիներն ենք քո Տեր։ Մենք քո սեփական ժողովուրդն ենք։ Դու ընտրել ես, կանչել ես, որոշել ես, որ մենք քո առաջ լինենք, ամենակարող Աստված։ Եվ թող քո անունը փառավորվի եւ մեծարվի Տեր։ Եվ թող Տեր, թող որ Տեր մեր կյանքը լուսավորված լինի քո առաջ, ամենակարող Աստված։ Թող մենք ունենանք սիրտ, ունենանք էություն եւ ունենանք հող Տեր ընդունելության համար, որպեսզի այն քո սերմերը մեր կյանքում աճեն եւ պտուղ տան։ Աստված մեր գործիր եւ առաջնորդիր, Աստված մեր գործիր եւ առաջնորդիր։ Դուք ամենում ես, որ հավիտենական կյանքը ժառանգի յուրաքանչյուր մարդում կանչել ես Տեր։ Եվ ինչպես կասեր Սաղմոս 2-ում, երանելի այն մարդը, որին դու կընտրես եւ քեզ կմոտեցնես։ Ով Աստված, ով փառավոր Աստված, երբ որ դու հանդիմանում ես, երբ որ դու խրատում ես, ես հասկանում եմ Տեր, այո, սա քո սերն է, սա քո սերն է, սա քո սերն է Տեր, որովհետեւ դու անտարբեր չես քո ժողովրդի նկատմամբ։ Հրաշալի Աստված, փառավոր Աստված, որովհետև այսօր էլ Տեր Հիսուս քո վերքերը թաց են եւ յուրաքանչյուրի համար Տեր դու բարեխոսում ես։ Ամենակարող Աստված, շնորհակալ ենք քո եկեղեցու համար, շնորհակալ ենք մասնավորապես վերածնունդ եկեղեցու համար, որտեղ այսօր Տեր այս առիթ այս պատիվը ծառայության կա Տեր, շնորհակալ ենք։ Փառք ես ամենակարող Աստված, շնորհակալ ենք Տեր բոլոր ծառայակից եղբայրների եւ քույրերի համար, շնորհակալ ենք Տեր ավակ հովի համար, շնորհակալ ենք սիրելի Աստված, քեզ նվիրյալ, քեզ փնտրող, քեզ սիրող, քո փառքիդ տեղը փնտրող քո ժողովրդի համար, շնորհակալ ենք սիրելի Աստված, որովհետև Տեր քո եկեղեցին է, քո ժողովուրդն է։ Օ սիրելի Աստված, փառավոր Աստված, շնորհակալ ենք Հիսուսի անունով, շնորհակալ ենք Հիսուսի անունով։